Ողջունում եմ բոլորին, իմ սիրելի քույր եղբայրներս, այսօր հունիսի 10 է, օրը երեքշաբթի 2025 թվական, մի շատ մեծ վկայություն ունեմ անելու և այսպես ձայնագրում եմ և տեղադրում եմ խմբերում նաև անհատական ուղարկելու եմ շատ սիրելի իմ քույր եղբայրներին, որպեսզի մենք հասկանանք Տիրոջ գործերը անքննելի և անզննելի, նրա ճանապարհները և շավիղները, որ այդ պահի տակ մարդը չի հասկանում, բայց երբ որ տեսնում ես վերջը, ավարտը ինչքան փառավոր է։ Սիրելիներս, ուրեմն երեկ բանկ էի գնացել, մի փոքր գործեր ունեի տատիկիս հետ, տատիկիս ուրեմն 93 տարեկան է, պառկած է, այդ խնամք, այդ ամեն ինչ իմ վրա է, և իր թոշակի հետ կապված մի խոսքով պահեր էր առաջացել, և բանկում ինձանից ուզեցին լիազորագիր։ Ես երեկ ամբողջ օրը, ուրեմն տունը դարակ չեմ թողել, որ չքանդեմ և հատ-հատ ուրեմն նայեմ, ման գամ, թե որտեղ կարող եմ ես դնել այդ լիազորագիրը։ Սիրելիներս, ամեն դարակ, ամեն տեղ այսպես քանդում եմ, նայում եմ, այն փոքր ժամանակվա վինետկայի թղթերից սկսած, ամեն բան, մի խոսքով չկա ու չկա։ Բայց այդ ընթացքում ասեմ, երբ որ այդ պրպտուքների մեջ էի, ման էի գալիս այդ լիազորագիրը, ուրեմն աչքիս առաջ մի հատ թուղթ ընկավ, երբ որ այսպես հատ-հատ բացում, նայում էի 20 տարի առաջվա մարգարեական խոսք, որը որ ես 20 տարի առաջ այդպես նայում էինք այդ տեսաձայնագրությունը և այսպես պաուզա տալով հատ-հատ թարգմանել եմ թղթի վրա, որտև շատ սրտիս կպավ, հատ-հատ թարգմանել եմ թղթի վրա և գրել եմ, և պատկերացրեք, որ դա այսպես իմ աչքից պահված է եղել, երբ որ ես ամբողջ այդ քունչ ու պուճախ քանդեցի, այդ թղթերը հատ-հատ բացում նայում էի, այդ մարգարեությունը աչքովս ընկավ, ես միանգամից դրեցի մի կողմ և նորից շարունակեցի իմ որոնումները, ներվայնացել էի շատ, որովհետև ամբողջ տունը քանդել եմ, ես չեմ կարողանում գտնեմ այդ լիազորագիրը, բայց փառք Տիրոջս, ուրեմն առավոտյան այսօր 5:30 մոտերն է, աչքերս բաց, կարծես ինչ-որ մեկը, ես չեմ տեսնում իրան, բայց կարծես իմ հետ խոսում է, մտքիս հետ, ու ասում է, այս ինչ տեղը կբացես և կտեսնես, որ լիազորագիրը դրել ես այդտեղ, և ես բացում եմ այդ տեղը և լիազորագիրը խնդրեմ, այնտեղ դրած, հիմա սիրտս ցնծում է, ուրախությունից լացս գալիս է, Տեր փաստորեն, ասում եմ դու իմ հիշողությունը փակել էիր, հնարավոր չէր, որ ես այդ կարևոր դոկումենտը դնեի ինչ-որ միտեղ ու չհիշեի, ոնց էր Նաբուգոդոնոսորին, չէ, վերցրեց մարդկային, միտքս փակել է ամբողջ տունը ես քանդել եմ, ու պետք էր, որ ես գտնեի այդ մարգարեությունը, երբ որ ես գտա, հենց հաջորդ օրը արդեն մի քանի ժամ հետո լուսադեմին, Սուրբ Հոգին ինձ ասում է, որտեղ է տեղը, և ես փառք եմ տալիս, որ Տերը այնքան սիրում է իր զավակներին, թեպետ նեղվեցի, շատ մանեկա տանջվեցի, հատ առ հատ այն դպրոցական տետրերից սկսած, որ 100 տարի էդի կարողա չես նայել, այդ այնց արանքներով բացել եմ, նայել եմ, ու պետք էր, որ ես այս մարգարեությունը գտնեի, որ այսօր ձայնագրեի, որ իմ սիրելի քույր եղբայրները լսեին և օրհնվեին և խրատ առնեին իմ հետ սկսած, ինձանից սկսած,
թող Տերը փառավորվի, սա մեծ հրաշք էր իմ համար, մեծ վկայություն էր, որ ամբողջ տունը դու քանդես ու դա չգտնես, երբ որ պետք է ինձ բանկում ասել են, որ կբերես, եւ առավոտյան լուսադեմին Սուրբ Հոգին այնքան պարզ, այսպես մտքիս հետ խոսում ա, տեղը ցույց ա տալի, որ այս ինչ տեղն ա, կբացես եւ կտեսնես։ Փառք Տիրոջս, 1000 փառք, որ այս ամեն չեղավ նրա համար, որ այսօր Տիրոջ մարգարեական խոսքերը ձեզ հասնի։ Հալելույա, 20 տարի առաջվա, 20 տարվա, որ կպել էր իմ սրտին, ես հիշում եմ հատ առ հատ, այսպես պաուզա էի սխմում, թարգմանում էի, պաուզա էի սխմում եւ պահել էի այդ մարգարեական խոսքը, բայց տեսեք որտեղ էի դրել այդքան տարիներ ու այսօր գտել եմ եւ սիրով ուզում եմ ընթերցել ձեզ, իմ սիրելի քույր եղբայրներս, որպեսզի լսենք նորից, վերանայենք մեր շավիղները, քննենք մեր ճանապարհները, մեր սրտերը, մեր երիկամունքները, ինքնաքննությամբ զբաղվենք, արդյոք Տիրոջը հաճելի է մեր ապրած կյանքը։ Իսկ հիմա ընթերցում եմ մարգարեությունը։ Իմ որդիներ, կանգնեք զգաստ, եղեք զգոն, որպեսզի հասկանա ձեր սիրտը, թե ինչպիսի մեծ ողորմություն է ձեզ այցելել։ Ահա եւս կրկին անգամ իմ ձայնը կանչում է, իմ ժողովուրդ, իմ շնորհքը թակում է ձեր հոգին ու սիրտը։ Դու գալիս ես իմ առջև, որ ստանաս օրհնություն, որ ստանաս ողորմություն, որպեսզի գտնես մխիթարություն, որ իմ տված մխիթարությունը քեզ օրհնի, քեզ պահի։ Բայց ինչպես ես դու պատրաստում քո սիրտը, մտածիր դուստրս եւ որդիս, Սուրբ Հոգին է ասում, ինչպես ես դու հետևում քո լեզվին, ինչպես ես դու ապրում քո տան մեջ, ինչպես ես դու գալիս իմ երեսի առջև, արդյոք ամեն ինչից առաջ պատրաստվում է քո հոգին գալու ինձ ընդառաջ, արդյոք քո սրտում տեղ պատրաստում ես, որ օրհնությունը մտնի այնտեղ, իսկ Սուրբ Հոգին ճնշված է, նա ազատազրկված է, բանտված է քո ներսում, նա ինչպես թռչուն վանդակի մեջ է, նրա համար, որ քո կյանքը լույսի մեջ չի, դու ուզում ես ստանալ օրհնություն, բայց Սուրբ Հոգին աղաղակում է ճնշվածությունից, աղաղակում է քո անհավատությունից, դու կորցնում ես քո հավիտենական աղոթքի ուժը, դու չես հավատում իմ շնորհքին, դու չես խոնարհեցնում քո սիրտը, երբ որ ես մեկնում եմ քեզ իմ հավիտենական շնորհքը, դու չգիտես ինչի համար գոհանալ ինձանից, միթե ինչ որ բան եմ արել, միթե խնայել եմ քեզ համար ինչ որ բան, միթե քեզ բարիք չեմ արել, դու որ կանգնած ես այս տեղում, միթե իմ ողորմությունը չի կպել քո սրտին, երբ որ դու քո հոգուտ մեջ աղաղակում էիր, երբ որ դու մահանում էիր, երբ որ դու ծախված էիր, միթե իմ ողորմությունը չէր քեզ հետ գնում, միթե իմ ձեռքը չէր քեզ հետևում, միթե ես քեզ չէի իմ ձեռքերի վրա տանում հոր մոտ, նրա համար որ փրկեմ քեզ, ամեն, միթե ես չեմ օրհնել քո երեխաներին, միթե ես չեմ կարող տալ քեզ քո հոգու համար անհրաժեշտը մանրամասնությամբ եւ մարմնի համար եւս, դրա համար կանգնիր պահպանության եւ կտեսնես, թե ինչպես կօրհնվես, ես քեզ տվել եմ աչքեր, ես քեզ տվել եմ ձեռքեր, ես քեզ տվել եմ լսողություն, ես քեզ տվել եմ միտք, ես քեզ տվել եմ ոտքեր, որպեսի գաս իմ սուրբ տունը, ես քեզ տվել եմ ամեն անհրաժեշտությունները, որպեսի քո սիրտը իմ առջև պահպանվի, բայց դու շնորհակալ չես նրա համար ինչ որ ունես, իսկ այսօր նայիր, թե որքան մարդիկ են գանված անկողնում, նայիր նրանց, ովքեր չունեն այսօր գիտակցություն, չունեն առողջություն,
չունեն լեզու, որ ինձ փառաբանեն, չեն տեսնում անգամ լույսը արևի, Սուրբ Հոգին է ասում, անգամ չեն լսում բառերը ուղված իրենց հարազատների և մտերիմների կողմից, իսկ որքան բան եմ ես քեզ արել, որքան բան եմ քեզ պարգևել, բայց դու ինձ չես փառաբանում, դրա համար իմ աղավնիս, քեզ վրա ուշադրություն դարձրու և տես իմ սերը, տես իմ հաղթանակը, նայիր այն մեծ հոգատարությանը և ապահովությանը, որքան ողորմություն եմ ես քեզ անում, իսկ դու, օ, սիրտ մարդկային և հոգի, որքան ես դավաճանել դու ինձ, դու երբեք չես ուխտել, որ ամեն ինչի մեջ հավատարիմ ծնկների վրա փառք կտաս ինձ, որ կսիրես, որ իմ ճանապարհների մեջ կքայլես, որ իմ օրենքին կհետևես, իսկ այսօր ես չեմ տեսնում այդ ամենը, դու փակել ես քո սիրտը և բացել ես քո հոգին մեղքի առաջ, մի օր անգամ չես կարողանում պահել հաղթանակդ, դու հաղթություն չունես, պատրաստվում ես ինձ հետ հանդիպելու, Սուրբ Հոգին է ասում, բայց երբ որ դու Սուրբ Հոգուն անհնազանդ ես, եթե քո սիրտը չի սպասում այդ հանդիպմանը, դու ինչպես կարող ես կանգնել պաշտպանության, ճեղքելու համար, ինչպես կարող ես ինձ հետ հանդիպել, դրա համար Սուրբ Հոգին ասում է հայրերին և մայրերին, ուշադրություն դարձրեք ձեր տներին, թե ինչքան օրհնություն եմ բաշխել, որքան հոգատարություն և ուշադրություն եմ ցուցաբերում քո տանը, բայց ինչ է քո սիրտը ու հոգին տրտնջում ինձ դեմ, չկա հարգանք մեկը մեկու հանդեպ, չունեք խոնարհություն, իմ երեխաներ, չկա կամեցողություն հայտնել շնորհակալություն իմ ուղարկածների համար, բայց հակառակը անվայել խոսքեր, բարկություն, անհամեստություն, նրա փոխարեն, որ Սուրբ Հոգով լեցվեք, իսկ իմ ողորմությունը այսօր կանչում է, որ դուք կանգնելով ոտքի առաջ ընթանաք, եկեք գործելու, որ պտուղներ բերեք, որտեղ են այն ձեռքերը և սրտերը, որ գիշեր ու ցերեկ երկինք բարձրանալով պիտի պատերազմելով կանգնեն առաջնային գծին, աղոթքներով, պատերազմելով որդիների, աղջիկների համար, ամուսինների և կանանց համար, հայրերի և մայրերի համար, իսկ այդ աղոթքները չկան, նրա համար, որ ձեռքերը վեր բարձրանան երկինք, պետք է, որ նրանք կտրված լինեն աշխարհից, Օ իմ ժողովուրդ, ականջ դիր իմ խոսքերին, ահա գալիս են օրեր, որ կանհանգստանա քո հոգին, մոտենում է օրը, երբ կլինեն մեծ կործանումներ, և քո սիրտը մխիթարություն չի ունենա, հանգիստ չի գտնվի մարդկային հոգու համար, ոչ ցերեկ և ոչ գիշեր, դրա համար ասում է Հոգին, կանգնեք ծոմի և աղոթքի, և դրա համար հսկեցեք, որտև իմ ողորմությունը սպասում է դեռ, ողորմություն խնդրեցեք, որ իմ ողորմությունը պահի յուրաքանչյուր սիրտը, հնչում է, թակում է, պատրաստվիր, որովհետև չգիտես, թե որտեղ կկատարվեն այդ ամեն արհավիրքները, և դու որ վայրում կգտնվես, քո հայրենիքում, թե մեկ ուրիշ տեղ, երիտասարդ, մեծ և փոքր, Սուրբ ողորմությունը այսօր թակում է, որովհետև չես կարող իմանալ վաղը ինչ կլինի, մի արեք ծիսական պաշտամունքներ, որովհետև շատերը կանգնած են և շատերը գալիս են իմ տուն, բայց նրանք չգիտեն, որ չեն մտնելու իմ ժողովրդի մեջ, այն ժողովրդի, որ հափշտակվելու է երկինք, խնդրեք իմ ողորմությունը, որովհետև կգան օրեր,
որ ձեզ կնեղեն ամեն կողմից, եւ այդ ժամանակ կհրաժարվեք ուտելիքներից, պատրաստ կլինեք անգամ աղքատանալ, միայն թե օրհնություն ունենալ։ Սուրբ Հոգին ասում է, որ ողորմությունը դեռ սպասում է, թակում է, կանչում է, Տիրոջ ողորմությունը դեռ սպասում է։ Աղաղակիր, որտև կանչը հրավիրում է, իսկ դու կանգնել ես տեղում, բավական է տեղում դոփալ, բավական է երկու ոտքի վրա կաղալ, որովհետև կհայտնվես անելանելի վիճակի մեջ, եւ քո հոգին շատ կտառապի եւ կխորտակվի, բայց ոչ ոք քեզ չի օգնի այդ ժամանակ, ոչ հարազատները եւ ոչ մոտիկները, եւ մեծ տառապանք եւ բաժանումներ կլինեն եւ եկեղեցում եւ ձեր սրտում եւ չեք կարողանա տեսնել տառապանքի եւ արցունքի վերջը։ Քննեցեք ձեզ, որպեսի հոգով լեցվեք եւ ուղվեք եւ առաջինը փնտրեք սեր, իսկ երկինքը դա սիրո հայրենիք է եւ սեր չունեցող իր սրտում չի կարող այնտեղ բնակվել։ Եվ վերջապես հսկեք հավատքի մեջ, որպեսի մշտապես կրակ ունենաք, իսկ իմ ողորմությունը կուղեկցի ձեզ, բայց միայն նրանց, ովքեր կպատերազմեն եւ չեն սիրի մեղքը։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջս, որ այս մարգարեական խոսքը 20 տարի առաջ ես գրել էի եւ այսօր Տերը ստեղծեց հանգամանքներ ու պատճառներ, որպեսի ես քանդեմ այն 100 տարվա անկյունները, որ մտքովս անգամ չեր անցնի, եւ գտնեմ այս խոսքերը եւ ձայնագրեմ եւ ուղարկեմ ձեզ բոլորին սիրելիներս, քննենք մեր ճանապարհները, նայենք մեր ապրած կյանքին, որտեղ որ պետքա շտկվենք, որտեղ որ պետքա ապաշխարենք, որտեղ որ պետքա թողնենք մեղքը եւ Տիրոջից սեր խնդրենք, թող Տիրոջ անունը փառավորվի ամեն բանի մեջ, ամեն։